Ես իմ բալիկներիս հետ Մոնթեի և Լեոյի եկել եմ իմ անվստահությունը հայտնել այս թուրքի հպատակ իշխանությանը, քանի որ ես ինքս միշտ պայքարել եմ, երբեք չեմ մասնակցել հեղափոխությանը, քանի որ նրանց կենսագրությունը իմանալով անգամ անունները չեմ ցանկանում տալ, կենսագրությունները իմանալով հասկացել եմ, որ իրենք վերջ, չարիք ու իրենց ամբողջ քարոզար շավը փորձում էին սուգ և ատելություն տարածեին, իսկ ատելություն տարածողները երբեք լավ բան չեն բերի, ինչը ապացուցեց, որ ես ճիշտ էի, ցավոք ունեցանք շատ կորուստներ, սկսած մեր ամենալավ մարգարիտ սերունդից, վերջացրած մեր հայրենիքով, ու այսօր էլի պատառ հայրենիքը տալիս է թուրքին, ու ինքը այն ամենավատ հայի տեսակն է, որ թուրքից ավելի վատն է, քանի որ ինքն է ասենց կտոր անում այն հայրենիքը, որոնք մեր պապերը, հայրերը ժառանգել են մեր երեխաներին։ Ու այսօր ինքը հայրենիքը փոքրացնելով մենակ մեծացրեց Եռաբլուրի տարածքը ու այս անմեղ մարգարիտ սերունդին զոհելով։ Ես լինելով երկու երեխաների մայր չեմ ցանկանում, որ իմ երեխաներն էլ անցնեն, տեսնեն այդ աղետը, ինչը որ տեսել ենք մենք պատերազմի ծնված սերունդ ենք, տեսել ենք քառօրյա պատերազմ, այս 44-օրյա պատերազմը, որը մենք միշտ մեր պատերազմներն ավարտել ենք հաղթանակով, սակայն այն պատճառով, քանի որ ունեցել ենք հզոր իշխանություն, իսկ քանի որ այս 44-օրյա պատերազմը ավարտվեց մեր թշնամու հաղթանակով, դա եղավ միայն մեր իշխանության գրչով, ես իմ գրիչը վերցնում եմ և անվստահությունս եմ հայտնում ՆԵՌ-ի իշխանությանը և Աստծո լույսով օրը գալու է և մենք տոնելու ենք մեր բոլորիս հաղթանակը, ապրելու ենք մեր ազատ, անկախ, հզոր հայրենիքում, ունենալու ենք բարիքներ, ետ ենք բերելու մեր հողերը, ես վստահ եմ և մեր տղաների թափած այրունը հաստատ ջուր չի դառնալու։ Մոնթե Լեո։ Մոնթե միարա, այդտեղ միարա, ինչու մատեն բամ չարչարում, Մենք չենք վստահում չարիքի իշխանությանը։ Եվ մեկ գարով կասեք, ո՞ն է ձեր երազած հայրենիքը։ Իմ երազած հայրենիքն է, ոնց որ 90-ականների մութ, ցուրտ տարիներից կերտեցինք հաղթանակ։